Ով եմ ես։ Ես նախ եւ առաջ հավատավոր քրիստոնյա եմ։ Մեծացած մի ընտանիքում, որը պայքարել է հայ ինքնության, հավատի, իսկ Հայաստանի երրորդ հանրապետության պարագայում անկախության ու պետականության համար։ Ես սովորական մարդ եմ, ձեզանից մեկը, բայց ինձ ճանաչեցիք որպես Վազգեն Սարգսյանի եղբայր, որը պատվաբեր ու պարտավորեցնող էր։ Վազգենը իմ հերոսն է, հայի տեսակի եւ Սարգսյան տոհմի խտացված պատկերը, ում ողբերգական մահով իմ կյանքը շրջվեց։ Ես տեսա ցավը, անցա ծանր փորձություններով, հասկացա, որ եղբորս թողած գործը շարունակել է պետք հանուն Հայաստանի ու հայության։ Ծանր էր Վազգենից հետո ղեկավարել ու պայքարել։ Ես ընկալեցի դանիացի իշխան Համլետին, բայց չգնացի կասկածների ու վրեժխնդրության ճանապարհով։ Ես սկսեցի աշխատել, փորձելով իրականություն դարձնել այն, ինչը նախատեսել էր եղբայրս, ինչը գիտեի եւ կարողանում էի։ Արդյունաբերություն, տնտեսություն, նայիրի, տագարակ, քաջարանի ՊՄԶ, Ալավերդի պղնձաձուլարան, աշխատատեղեր ու ազգային համաձայնության մթնոլորտի ձևավորում։ Դա դուր չեկավ նրանց, ովքեր համարեցին, որ Վազգենից հետո իրենց դերը պետք է մեծանա, ու սկսվեց պայքարը, ծանր, 100 հազարանոց հանրահավաքներով, հանրային աջակցության եւ գնահատման անկրկնելի բերկրանքով, բայց ցավոտ ու դառն պարտություններով։ Ես բարդ ճանապարհ եմ անցել Հայաստանի Հանրապետության բոլոր առաջին դեմքերի հետ, գիտեմ իրենց առավելությունները եւ թերությունները։ Ես սովորել եմ, սովորում եմ ու իրավիճակը շտկելու բոլորից տարբերվող իմ տեսակետն ունեմ։ Ու հիմա, որպես Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյան, առաջարկում եմ ձեզ, հայցելով ձեր վստահությունը, խոստանալով համախմբել եւ ներգրավել բոլոր կարող ուժերին, ընթացք տալ արժեքավոր գաղափարներին եւ ձեր տրված վստահության քվեն փոխհատուցել աշխատանքով, որի բանաձևը լինելու է Աստծո մեզ տվածը ճշգրիտ օգտագործելով, հույսներս մեր եւ մեր ունեցածի վրա դնելով անվտանգության լրացուցիչ երաշխիքների ու բարեկեցության ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը։ Վստահ եմ, որ մենք ունենալու ենք զարգացող Հայաստան,